Հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն, գործընկեր Միլա խնամքի տուն, գործընկեր Level 8 հանգստի գոտի։ Հանուն սիրո ես եմ ինքս ասել, որ չէ մենք շատ տարբեր ենք։ Հանուն ինձ էլ չգնաց, որովհետև ես արդեն շատ լուրջ հարց բարձրացրեցի, որ եթե դու գնաս, էլ ես հանուններին չեմ նայել։ Սիրուհու կարգավիճակում կանանց, ոչ թե չեմ հարգում, այլ սխալ եմ համարում դա։ Եթե տեսնում ես, որ դիմացի մարդը ուղղակի քոնը չի բաց թողնել։ Այսպես նայեց ու ասաց. ինքը էլ չի երգում։ 80%-ը չեն աշխատում ամուսնանում, կարիերան իրաց ամուսնանալն է։ Սիրո մեջ չեմ հանդուրժի առաջին հերթին դավաճանությունը։ Դուք գիտեք, ինչ մարդու եք դա հարցնում, որ այդ մարդը ամեն ինչի պատրաստ է եղել հանուն սիրո։ Ամեն ինչի։ Ամեն ինչի։ Դու ինչ ես ծխում։ Մարտյութին լավ նվերներ ստացար ամուսնուց հետ։ Այո, աղջիկներս նա ինչ գեղեցիկ բան են։ Նույնիսկ երեխաները։ Պատրաստ են։ Կեցեն։ Թագակ, թագ։ Չես ասում, շատ գեղեցիկ են։ Ինչու հարցրեցի, ուզում եմ գալ մեր այսօրվա թեմային մոտ։ Ամուսինն է հետաքրքրում, ամուսինս ինչ է եւ ինչ է։ Ես ուզում հասկանալ, դու անձամբ հանուն սիրո ինչ ես պատրաստ։ Ի վերջո ունես սիրող ամուսին, լավ ընտանիք։ Ունես քիչ անհասկանալի է, ինչի եմ պատրաստ հանուն սիրո։ Լավ, կինը հանուն սիրո, ինչ է։ Հանուն սիրո պատրաստ եմ սիրել։ Հանուն սիրո պատրաստ եմ Պատրաստ։ Այ ինչ ես պատրաստ։ Չգիտես։ Ես գիտեմ ինչի եմ պատրաստ, բայց եթե ես պատասխանեմ այսպես, կարող եմ որոշ այսպես զանգվածին դուրս չգա, այսպես այնպես պատասխանեմ։ Հակառակ մարդկանց դուրս չգա, ավելի լավ է արի լսենք մեր հյուրերին եւ իրենց կարծիքը շատ ավելի հիմնավոր կլինի բոլորի համար, դուր գա, չգա, քննարկվի, թե ոչ դա լավ կլինի արդեն։ Հետո մեկնաբանություններում դիմավորենք մեր այսօրվա առաջին ուղին։ Երկհան Օֆելիա Մկրտչյան, ասում ենք բարի գալուստ լուսավորիչ տաղավար։ Շնորհակալ եմ շատ այստեղ գտնվելու համար։ Ողջույն սիրելի գոլեգա։ Ինչի է պատրաստ կինս ձեզ հանուն սիրո։ Գլոբալ հարց եմ ամենասկզբից։ Դուք գիտեք, ինչ մարդու եք դա հարցնում, որ այդ մարդը ամեն ինչի պատրաստ է եղել սիրո հանուն սիրո։ Ամեն ինչի։ Ամեն ինչի։ Լավ եք մտածել։ Լավ եմ մտածել։ Չէ, կարող է ինչ-որ sense գլոբալ ինչ-որ բան մտածեք հիմա, դուք չէ։ Այսինքն ես մի փոքր այնպիսի ընտանիքում եմ մեծացել, որ մեզ մոտ սերը շատ առաջնային ինքը դեր է ունեցել, բայց եկավ հասավ արդեն իմ ընտրության պահը ու փառք Աստծո ես շատ լավ ընտրություն եմ կատարել, բայց շատ ռիսկային, քանի որ մենք շատ տարբեր մարդիկ ենք, տարբեր աշխարհների, տարբեր ներաշխարհի, բայց մինչ օրս երջանիկ եմ։ Ռիսկը ինչու՞ն էր դու։ Ռիսկը տարբերություն է։ Շատ տարբերություն է։ Իսկ եղել է այնպես, որ այդ ծնողը դեմ է եղել, դուք դեմ եք գնացել, նույնիսկ վիճաբանել եք հարազատի հետ հանուն սիրո։ Անկեղծ լինեմ։ Դե, պիտի անկեղծ Բնական։ Հանուն սիրո ես եմ ինքս ասել, որ չէ մենք շատ տարբեր ենք։ Ծնողս է ասել, որ Օֆելիա, դա քո երջանկությունն է։ Այդ տարբերությունը շատ մեծ է։ Մեր դեպքում չի ընդդիմացել ծնողը, ընդդիմացել եմ ես։ Բայց դրա համար եմ ասում, միջ այսօր շնորհակալ եմ ծնողներիս։ Հանուն սիրո հրաժարվել ծնողից հանուն սիրելի էակի։ Դա արդարացված է։ Չէ, ես չեմ կարծում դա արդարացված է։ Մեր սերունդը շատ հանունների մեծացավ։ Հանուն այս բանի, հանուն այն բանի, այսօրվա դրությամբ հիմիկվա սերունդը հանուններից շատ քիչ հանուններ գիտի ու հանուն իրեն, հա, բայց ես չգիտեմ դա ճիշտ է թե չէ։ Սերունդ ասեցիր, ամեն դեպքում այն սերունդն է, կանայք մասնավորապես, ում ամուսինները արտագնա աշխատանքի շատ են մեկնել սոցիալական վիճակի պատճառով եւ հանուն սիրո շատերը սпасել են, իսկ շատերը կարծես թե ինչ որ զարթողի ճանապարհ գտել են։ Այ արժե հանուն, դա հանուն սիրո է, դա ինչ է զրկանք է մարդը ապրում, բայց կան նաև տղամարդիկ, ովքեր գնում եւ գնում են իբր թե ընտանիք է, բայց
Անտեղ արդեն կա մի ընտանիք։ Դա ես դա ինձ վրա արդեն զգացել եմ, երբ որ փոքրս մանկապարտեզ էր գնում, երրորդ բալիկս, ամուսինս որոշեց, որ ինքը պիտի գնա եւ դառնա միլիոնատեր։ Ահա, բայց դա մեզ մոտ չստացվեց։ Ինչի, որովհետեւ ես այ պատկերացեք ինչ հանուններով մենք կազմել ենք ընտանիք, ու այդ ընտանիքն առանց իր ընդհանրապես ինձ պետք չէր իր ոչ մի տեսակ միլիոններն ու ոչինչը, որովհետև ես մենակ մեծացրեցի իմ երրորդ բալիկին, ինքը չտեսավ մանկապարտեզ տանել, բերել, այսինքն 3-4 անգամ ամուսինս գնաց Ռուսաստան, եկավ։ Միլիոններ բերեց, վերջը։ Չէ, անկեղծ լինեմ, չէ, բայց վերջին անգամ դա այ հանուն ինձ էլ չգնաց, որովհետև ես արդեն շատ լուրջ հարց բարձրացրեցի, որ եթե դու գնաս, էլ ես հանուններին չեմ նայելու։ Բայց եկեք հակառակից էլ գանք։ Եթե չգնաս, եւ դուք մնաք, ինչպես դուք եք նկարագրում, հա, այն վիճակում, ինչպեսին որ կա։ Շատ նորմալ վիճակ է։ Բայց ստիպեց չէ, կարիքը կար որ գնացի վերջ։ Դե տղամարդը չի սահմանափակվում, չէ, ունեցածով։ Հարցս ինչի մասին է, պատրաստ եք գրել բոլոր այդ դժվարությունները, ինչ որտեղ նաև հա այսպես գոտին ձգելով ապրել հանուն սիրո։ Դուք չեք պատկերացնում, ես ինչ դժվարությունների միջով եմ անցել, ու ես շատ պատրաստ եմ այդ դժվարությունների միջով անցնել։ Ու այդտեղ հենց սերն է։ Դրանք շատ դժվարություններ են, այո, այդ հանունների համար։ Չէ, լինում է, չէ, մարդը կազմում է ընտանիք, ու սկզբնական ժամանակահատվածում բավական է անապահով է երիտասարդը, չի կարողանում պահել, բայց ասում են կարևորը կա սեր։ Չէ, այդպես չի եղել, որ անապահով վիճակ ու ինքը պիտի գնար ու մեզ ապահով էր, այդպես չի եղել։ Փառք Աստծո, մենք միասին աշխատել ենք, մենք կարողացել ենք ստեղծել, մենք շատ լավ ծնողներ ենք ունեցել, որոնք մեզ միշտ ոտքի են կանգնացրել, բայց դա չարդարացավ, իր գնալ գալը չարդարացավ ու դրա հետ մեկտեղ արդեն հանուններ էլ չաշխատեցին։ Հանուն սիրո էլ չէի դիմանալու, էլ չէի թողնելու, որ ես գիշերվա ժամը 12-ին, ես որ հիմա հիշում եմ, ես ոնց էի իմ 3 երեխաների հետ մամայիս տանից տաքսիով գալիս տուն։ Ու ես այդ զգացողությունը, որ հիմա պատկերացնում, որ ժամը 1-ին ես ինչ համարձակություն եմ ունեցել, ներողություն կանչել Yandex տաքսի եւ տուն գալ։ Ու ես հիմա այդ տարիները հիշելով մտածում եմ, լավ, ես ինչի հանուն դիմանում, պիտի չդիմանայի։ Այսինքն, երբ որ երրորդ անգամ գնաց եկավ ու ասեցի վերջ, ես պիտի սկզբից ասեի այդ վերջը, որպեսզի ես այդ ապրումները չունենայի։ Ու գիտեք ինչն է հարցը, երբ որ այ որ ասում եմ մեր սերունդը, մենք ոչ թե զրկանքներով ենք մեծացել, ոչ, մեզ ասել է սա այսպես պետք է լինի, մենք դրան ընդառաջ ենք գնացել։ Մենք ամեն ինչին ենթարկվել ենք, դրա համար մենք ենթարկվող սերունդ ենք։ Կա նաև վախ այդ քայլը անելու, դա էլ է խոսքը։ Հա, մենք ենթարկվող սերունդ ենք ամեն դեպքում ու դրա համար հետո էլ ենք ենթարկվել։ Ու ես չգիտեմ դա լավա թե չէ։ Ու ես չգիտեմ հետո էլ ենթարկվելուց Քո սեփական եսը ինչքանով է սեղմվում ու գճվում։ Արդյոք նորաթուխ հարսը պետք է հանուրժի կամ դիման աջակերտներում ասած սկեսուր մայրիկի արկածներին։ Հանուն սիրո։ Հա, ես կարծում եմ, որ չափ գոյություն ունի։ Եթե ամեն ինչ չափի մեջ է, իհարկե պիտի։ Նոր են ծանոթանում, միասին են բնակվում։ Չէ, խնդիրը Եվ որ ասում են, եթե սիրում ես կողակցիդ, պետք է սիրես անգամ նրա։ Չէ, դու կարող ես չսիրել, բայց դու պարտավոր ես հարգել ու ինչ որտեղ քայլել ուղիղ ճանապարհով ու ոչինչ շատ մեծ խնդիր չդարձնել։ Եթե տեսնում ես, որ ամեն մի բանից վեճ է ցակում, եւ ասում են հարցն է մեղավոր։ Չէ, ուրեմն կա երկկողմանի մեղավորություն, եթե ամեն ինչից վեճ է ցակում։ Ես այդպես եմ կարծում։ Կամ ասում են տղամարդն է մեղավոր, որ չի գնում բնակարան եւ գնան առանձին ապրեն, եթե սիրեր կտաներ առանձին կապրեին։ Ես գտնում եմ, որ մարդկային հարաբերությունների մեջ, երբ մարդիկ իրար հետ անկեղծ են, մայր ու աղջիկ են միասին ունենում խնդիրներ։ Շատ խնդիրներ են ունենում, թող մայրուս կեսուր համարեն, որ խնդիր ունեցան, եղավ, անցավ, մենք այդպես ենք ապրել։ Մենք իրար շատ մեծ հարգանքով ենք վերաբերվել, բայց ելի ունեցել ենք խնդիրներ ու ասեմ, լուրջել ենք ունեցել, խնդիր թեթևել ենք ունեցել, ինչպես որ շատերը։ Այ խոստովան եք, սերն է ժամանակ ձեզ եկել փրկության, թե ասում եք դելա ոչինչ, բնավորությունն է ձեր փրկել։ Թեթև այ հա, նաև բնավորությունը, նաև սերը, երբ ամուսինդ չի մեղադրում քեզ, երբ ամուսինը չի մեղադրում, չի ասում դու մեղավոր ես, ասում է գիտես ինքը իմ մաման է, դու էլ իմ սիրելի կինն ես։
Դուք իմ համար, դուք պարտավոր եք միասին լեզու գտնելու։ Այդ դեպքում հնարավոր չի դու չհարգես քո սկեսուրին, քո սկեսրարին ու քո ամուսնու խոսքը ու մոտեցումը։ Հնարավոր չի դա չհարգել։ Ես չեմ կարողանում հասկանամ այն աղջիկներին, ովքեր չեն կարողանում լեզու գտնել սկեսուրի հետ։ Ուրեմն դա ինչ պարտավոր չենք։ Չէ, պարտավորությունը չի դա, այ դրա համար եմ ասում։ Հիմիկվա սերունդը պարտավորություններ չունի։ Եթե չունի։ սկեսուրը չի կարողանում լեզու գտնել, աղջիկն էլ ընդունում է փաստը այնպես, ինչպեսին։ Եթե ծայրահեղական են, այո, պիտի միասին չապրեն, պիտի չհանդուրժեն, եթե դա կվնասի իրենց ընտանիքին։ Իսկ եթե ով ավելի ծայրահեղական են, հանունի, ով պետք է ավելի գնա մայրը, թե ով է ավելի շատ երկուսն։ Նախ եթե բոլորը այդպես մտածեն։ երկուսն էլ չի լինում, միակողմանի ոչինչ չի լինում։ Փաստ է, որ ընտանիքը քանդվում է, երբ կա դավաճանություն։ Մասնավորապես տղամարդու կողմից դավաճանությունը, որը ել ավելի ընդունված է, չգիտեմ ինչու, ու ասում են տղամարդը դրսի հասկացանք, անհասկանալի է այդ ֆենոմենը։ Ինչև այսօր չհասկացանք, բայց դա ինչ։ Այո։ Դավաճանությունը դավաճանություն է։ Շատ կանայք հանդուրժում են, աչք են փակում, անտեսում են, չտեսնելու են դնում, անգամ չիմանալու, անունը դնելով հանուն ընտանիքի, հանուն սիրո։ Այսա ինչ երևույթ արժե, այս ամենը հանդուրժել, թե դուք կպակ իմ ամենանուրբ լարերին, Մարինա։ Դա միակ երևույթն է, որ երբևէ չեմ հանդուրժել, երբևէ։ Միակ երևույթն է, ու թող շարունակեն մարդիկ հեգնանքով նայել նրան, որ ես միշտ համոզված եմ, արդեն 26 տարի, որ նման առիթ չի եղել, որ ես մտածեմ, վայ, իմ ամուսինը չի եղել նման բան, բայց եթե լինի ու ես դա հասկանամ, որ դա այդպես է, ոչ մի հանուններ չեն աշխատի իմ պարագայում։ Դա միակ բանն է, որ կինը երբեք չի անի հանուն սիրո։ Միակ կինը չէ։ Միայն դավաճանությունն է։ Շատ կանայք կան, որ հանուն սիրո, հանուն ընտանիքի, ինչ որ կընթառաջեն երեխաների համար, կշարունակեն ապրել։ Դա եւ երբ որ տղամարդը ձեռք է բարձրացնում կնոջ վրա։ Այդ երկու արարքը իմ կողմից աններելի են։ Ու ես չեմ նայ, ես 50 տարեկան եմ, 60 եմ, 40, երեխաս 5 տարեկան է, թե 25 տարեկան։ Դա ես գտնում եմ, որ կինը պիտի չների։ Ես միշտ ասել եմ, որ անհնարին ոչինչ չկա կնոջ ու տղամարդկանց որոշումների մեջ։ Երբ կինը կարողանում է շատ թեթև, շատ հերվից, ամեն անգամ փոքր-փոքր, բայց հաշվի առնենք ով է ամուսինը, ինչ տեսակի։ Նշանակություն չունի, ինձ համար ոչ մի նշանակություն չունի, ես ունեմ այն համոզմունքը, երբ կինը հնարավոր չի հասնի ուզի մի բան շատ ու չհասնի իր ուզածին։ Այո, կան հմտություններ։ Կան հմտություններ, որ պիտի կինը, այո, դրան տիրապետի։ Դա ինձ համար չլինող բան տղամարդու հետ կապված, եւ տղամարդը քեզ սիրում է, հա։ Մի փոքր բան պատմեմ իմ կյանքից, կարելի է։ Իհարկե։ Երբ մենք նշանված էինք, նոր էինք նշանվել, այդ տարբեր աշխարհների մարդիկ անդադ բախման եւ պայքարի մեջ էին, Երգի պետական թատրոնում եղավ մրցույթ։ Ես անցա առաջին փուլը ու ես շատ համոզել էի նշանածից ամավերին ասել եմ, որ ախր դու չես պատկերացնում, դու մի փակի իմ դռները, դու ախր պիտի հպարտանաս դրանով, ու ես ոնց որ թե ուղեղը կերել էի կարելի ասած, ու մենք գնացինք մրցույթի, առաջին փուլն անցա, ուրեմն մեզ հետ էին հորաքույրս, կեսուրս, հորաքրոջս աղջիկները, մենք մի 7-8 հոգի ենք Երգի պետականում, ապրում ենք Տաշիրի կողքին, այդ այգու մոտ, այդպես շատ լավ տրամադրությամբ, ոտքով գնացել ենք Երգի պետական, բայց շատ վատ տրամադրությամբ վերադարձել ենք, ասեք ինչու։ Որովհետև իմ սիրելին Երբ հասեցին երկրորդ փուլ, Օֆելիա Մկրտչյան կկատարի իր հենց հեղինակային երգը Անձրև երգը, ես կանգնեցի, որ գնամ, ինչքան փոքր է, չէ, Երգի պետականը, բայց ինչքան շատ մարդ է տեղավորվում այդտեղ։ Իմ ամուսինը, այս այո, ամենազավեշտալի պատմություններից էր։ Ամուսինս ձեռքը դրեց ուսիս, բոլորի ներկայությամբ։ Մենք շատ երիտասարդ ենք ամուսնացել, նույն դասարանից ենք եղել, ու ոնց որ մի շնչով իրար հետ մեծացանք, ու իրար շատ լավ ճանաչում էինք։ Ես իրանից, բայց դա չէի սպասի, դա այդ համարձակությունը չէի սպասի, ինչքան էլ ճանաչում էի։ Ձեռքը դրեց ուսիս, Արտուր Գրիգորիչին նայելով ուղիղ, այսպես նայեց ու ասաց. ինքը էլ չի երգում։ Դուք պատկերացնում եք բոլորի մոտ։
ու ես այդ պահին այդ հանունները ու ես արդեն մտածում եի որ պիտի նշանս հետ տամ, որ պիտի ես իր հետ ես անելիք չունեմ ու ես այս նստեցի կեսրոս խեղճը քարացել էր դե տղայի արարքն է ոնց պիտի դա արդարացվի Անետա Հախվերդյանը այնպես վրացնայց ոնց որ ասեր աղջիկ ջան դու մեղք ես բայց ուզում եմ ասեմ որ մեղք չեմ ես շատ երջանիկ եմ որովհետև ես կարողացա անցնեմ այդ ամեն ինչի վրայով ես հարցը որ տվեցի ինչու նման բան արեցի ասեց սխալ ճանապարհի կեսից հետ կանելն էլի լավ բան էր էլի ասում եմ ես իվուր էի ես քեզ տարել բայց տարիներն անցան կնոջ հմտությունները աշխատեցին լայվ խակեր այո աշխատեցին ու կինը դարձավ մեծ խմբի ղեկավար երկերի հեղինակ աշխատում է գիշերով ամերիկայում բնակվող երգիչների հետ ոչ մի խանդի տեսարաններ ոչ մի բան այսինքն տարիների ընթացքում դու կարողացար ստեղծել վստահություն ներշնչել դու իրենն ես ինքը քոնը դա նշանակություն չունի եթե դու խելացի ես դու կհասնես քո ուզածին ընկերուհիներ շատ ունեք թե հանուն սիրո պատրաստ եք նաև ընկերուհիներից հրաժարվել չէ ընկերուհիներից չեմ հրաժարվել լավ ընկերուհիներ ունեմ այ հիմա ում կզանգահարեք հարցը մենք ձեզ կթելադրենք դուք կուղեք ձեր ընկերուհին ուրեմն կզանգահարենք Ռուզաննան ով է էլի ինձ մոտ շատ մոտ ընկերուհի եկեք զանգահարենք Ռուզան Ռուզ ջան, ամբողջ գիշեր ինձ մի հարց է շատ հետաքրքրել։ Ես կարող եմ քեզ մի հատ հարց տալ ու այդ հարցի պատասխանը ստանալ։ Քեզ ով է միացրել։ Քեզ ով է միացրել։ Ուր է միացրել։ Չգիտեմ ով ոնց, ինչ որ մեկը քեզ միացրել է, բայց ով է քեզ միացրել։ Ինչին։ Չգիտեմ, ինչ որ մի բանին։ Մտքովս տենց նման հարցեր անցնում, քեզ ով է միացրել։ Ոնց ես միացել, ոնց են միացրել։ Դու ինչ ես ծխում։ Այս պահին ոչինչ, Ռոզ ջան, մի հատ այդ փորձի պատասխանես, քեզ ով է միացրել, ոնց է միացրել, ինչի են միացրել։ Եվ հիմա միացրած է թե ոչ։ Եվ հիմա միացրած են թե ոչ։ Չէ։ Ինչ։ Ինչ։ Ասում եմ երևի միացրել է պապաս։ Պապատ։ Իսկ մամայիդ հետ։ Չէ։ Մենակ միացրել է պապատ։ Տես լինում է։ Հա ես ողջույններ Մեղավորը մենք ենք, որ ձեզ նման հարց ուղեցին, բարև ձեզ։ Ես եթերում եմ, Եվրոմեդիայի եթերում եմ սիրել։ Լույսը վառերի տաղավարում։ Մենք ստիպել ենք Օֆելիային նման հարց ուղղել։ Ես մեղավոր չէի, Մանա Թագակցյան։ Հուսով եմ ուղիղ եթեր չի, չէ, Օֆելիա։ Չէ, բայց սա գնալու է եթեր Ռուզ ջան։ Չէ, ես ուղղակի չի գնա։ Քեզ ով է միացել, օրինակ ոնց պատասխանել։ Այո, ճիշտ է։ Նման լավ է դեռ էսպես պատասխանեց, էլ ավելի վատ պատասխան։ Պապային եմ նման, ենթադրեցի, որ երևի պապասա տենց միացրել։ Միացումը տվել լավն է, բայց կար տրամաբան։ Կար տրամաբանություն։ Լավ, Ռուզ ջան, շնորհակալ ենք քեզ, Կատոս։ Ձեզ լավոր։ Շնորհակալ ենք ձեզ։ Դե իսկ մենք դիմավորենք մեր հաջորդ զրուցակցին եւ կարծում եմ ավելի թեժ խոսակցություն ունես։ Դիմավորենք։ Երկու երկհաններին միացավ երգչուհի Լոլա Մինասյանը։ Ողջույն, բարեկալոս Լույսը վառերի տաղավար։ Երբ զանգահարեցի եւ ասացի սիրո մասին ենք խոսելու, Լոլան շատ բոցավառվեց իրեն սիրառատ կին համարելով։ Այո, Տիգրանը ճիշտ նշեց, սիրառատ տեսակ եք, դա շատ լավ է եւ ես ուզում եմ ձեր վերաբերմունքը իմանամ այն կանանց հանդեպ, ովքեր թող ինձ իհարկե ներեր շատեր, այլ կապվում են օրինակ ինչ որ մեկի հետ, գուցե դա ամուսնացած տղան է ամուսնացած լինի եւ ասում են սիրում ենք։ Այս սիրում ենք եւ ընտանիքը կարծես թե խոչընդոտ չի հանդիսանում։ Այն ինչ կասեք։
Սիրո ես ճիշտն ասած սիրառատ գտնվելով Մարին աջան այսպես ասեմ ամոճ կյանքում միշտ այդ թեման ինձ մոտ ցավոտ է եղել ընտանիքի հետ կապված եւ հարաբերությունների սիրո իրոք ես ուզում եմ ասել որ ես դեմ եմ նմանատիպ հարաբերություններին անկեղծ եմ ասում գտնվելով ամբողջ կյանքում արվեստագետ երգչուհի իհարկե բայց դա չի նշանակում որ ես կորցրել եմ այդ ամեն ինչը ասենք ես ինքս շատ սիրել եմ որ միշտ պիտի փոխադարձ լինի հարաբերությունները տղամարդու եւ կնոջ միջեւ եւ լինի դա անկեղծ լինի մաքուր ոչ խաբեություն, անկեղծ։ Ցավոք այսօր մի քիչ այդ թեման բարդ թեմա է, չեմ ուզում անդրադառնալ, իսկ այն ժամանակ մեր տարիներին դեռ, երբ որ ես շատ երիտասարդ էի ու դեռ նոր պետք է ամուսնանա եւ այլն, բայց ես ընտրեցի մի մարդու ու ես ամբողջ կյանքում ոնց որ ասում են, չէ, եկեղեցում տերես տերեմ, ես միշտ ուզեցել եմ, որ տերես տերեմ, այդպես լինի հարաբերությունները ընտանիքում։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր տված այդ դուք այդ հարցը որ տվեցիք հարաբերությունների այսքան ես սիրուհու կարգավիճակում կանանց ոչ թե ներողություն չեմ վիրավորի, չեմ ասի դա, ոչ թե չեմ հարգում, այլ սխալ եմ համարում դա։ Գիտեք ինչու, որովհետև միևնույն է այդ տղամարդը իր երեխաներին իմ կարծիքով կլինի 1 երեխա, կլինի 2-3 եւ այլն։ Ամուսնացած տղամարդու հետ կապվել եւ ստեղծել ինչ որ մտածել ապագա իր հետ ու արհամարել նրա ընտանիքը, նրա բարքերը, նրա անկեղծ կնոջը, սիրուհի հասկացողությունը իմ կարծիքով դու երկրորդական մարդ ես։ Բայց ասում ես, այստեղ արդարացումը գնում է իբրև սիրում են։ Միգուցե ոչ թե իբրև, այլ սիրում են։ Եվ այստեղ սերը ասում են այնտեղ չկա։ Հա, ես դա չեմ հերքում, սիրում են, բայց դա պահ է, Մարինա ջան։ Ներողություն, սիրում են, բայց վերևում էլ Աստված կա, չէ՞։ Չէ, պահ է դա։ Աստված, նայեք, ասում են Աստված ասում է Աստված ինքը սեր է եւ այն ինչ որ կապված է սիրո հետ, Աստված օրնում է։ Չէ, այսպես մեկնաբանություններ լսում ես։ Այ նաեւ Աստծուն են ներգրավում այս գործընթացի մեջ։ Կարծես թե ասելով, որ Աստված թույլ է տալիս, եթե կա սեր։ Այ թույլ է տալիս, բայց դա հավերժ չի լինի երբեք իմ կարծիքով, որովհետև եթե ես նույն տղամարդուն էլ չեմ ընդունի, չեմ հարգի նրա համար, որ նա ամուսնալուծվի, հեռանա իր ընտանիքից եւ գա իր սիրած, այսպես ասած, այդ տվյալ կնոջ մոտ, բայց իմ կարծիքով ուրիշի դժբախտության վրա երջանկություն չի կարելի կազմել, իմ կարծիքով, որովհետեւ դա ամեն դեպքում աբսուրդ է, հասկանում եք, կարող է մի պահ դա լինի 1 տարի, 2 տարի, այդ սերը անցնելու է։ Ես հա նախ մելոդրամաներ շատ եմ նայում նամանավանդ ռուսական մելոդրամաներ ու հիմնականում իրանց մելոդրամաները հենց դրա հիման վրա ցույց են տալիս վայ ամուսնալուծվեց եկավ երկրորդ երրորդ հա ու հետո միանգամից մի հատ պահ է գալիս որ նա վերադառնում է նորից իր կնոջ մոտ իր ընտանիք ու այդ տվյալ անձնավորությունը արդեն մնում է հասկանում եք երկրորդական ձեր տարիներին ձեր հատկապես բուրըն գործունեության տարիներին ես էլ եմ հիշում դե մենք միասին աշխատել ենք երաշտական հարթումները հանրային ռադիոյում ազգային ռադիո երաշտական հարթում ես հիշում եմ որ գրեթե բոլորի մոտ էր այդ խնդիրը կատարողը համագործակցում էր կոմպոզիտորի հետ ունենում են համատեղ աշխատանք որից հետո հաջորդում են պարտադիր խոսակցությունները ուրեմն այո, այդ տարիներին դա պարտադիր էր, բայց ես հենց այդ թեման ես ուրեմն շատ 76 թվից, չէ, համագործակցում եմ շատ ճանաչված մեծագույն կոմպոզիտոր Արամ Սատյանի հետ, Արիկի հետ, Արամ Սատյանի հետ ու ողջունենք Արամ Սատյանին, իմ առաջին էստրադայի երգի ուսուցիչն է, որ 76 թվից համագործակցել եմ մինչ այսօր իհարկե մենք
չենք համագործակցում, բայց շփվում ենք։ Ես ինչ եմ ուզում ասել այդ Տիգրանի այդ հարցին։ Ուրեմն ես հենց զուտ այդ խոսակցություններից խուսափելու համար ես ընկերացա Արամ Սատյանի ընտանիքի հետ։ Տիգրանը եթե հիշում է, Մարինայի ճկնաղկին ես մտերմացա Արամ Սատյանի ընտանիքի կնոջ հետ, մենք սկսեցինք ընկերություն անել ու իմ ամբողջ երկային հարցերը այդ օրվանից լուծում էր Մարինան։ Դա ես ձեզ ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Ու Մարինան կատակով մի օր ասեց լով, знаешь, գիտես ինչ ասեց, ինձ թվում է ես որ հանկարծ մեկնեմ մի ուրիշ քաղաք, դու երևի քո կարիերան ավարտվելու է Արիկի հետ։ Ասեցի, ոնց Մարինա, այդ չես ասում, ասեց հիշի, կհիշես իմ խոսքը։ Ես որ հանկարծ մեկնեմ Երևանից, ուրեմն դու էլ Արամ Սատյանի երգերը չես կատարելու։ Հավատացնում եմ ձեզ, դա եղավ այդպես։ Ինչն եք համարում, որ չպետք է կինը հանդուրժի հանուն սիրո։ Ինչ օրինակ, սկեսրոջ հետ վատ հարաբերությունները, ամուսնու ֆինանսական վիճակը, միգուցե վատ սովորույթները խմել եւ մնացած այդ խմելը վատ խաղամոլությունը եւ այսինքն հանուն սիրո ինչը չպետք է։ Սիրում է շատ, բայց չպետք է կինը հանդուրժի եւ ինչը չեք հանդուրժել։ Ես շատ ասում եմ, սիրեմ, շատ կնվիրվեմ, բայց այո, սիրո մեջ չեմ հանդուրժի առաջին հերթին դավաճանությունը, սիրո մեջ, խաբեբայությունը եւ նո կողքից արդեն այ ոնց որ դուք ասեցիք, տարվել մի ուրիշ կյանքով, խմել եւ այլն եւ այլն։ Բայց օգնել է պետք այդ մարդկանց։ Եթե սիրում ես, ինչ արեց, թողեց գնաս, ասես ես չեմ հանդուրժում։ Բայց եթե դու պայքարում ես դրա դեմ ու հոգնում ես ու տարիներ դու տառապում ես այդ կյանքով, այդ կյանքում տառապում ես, չէ՞, դրանով դու ուզում ես շտկես, որ տվյալ մարդը շտկվի, դու ուզում ես, որ քո ընտանիքը չփլուզվի, բայց եթե տվյալ մարդը չի կարող փոխվել, այո, դու արդեն չես կարող մինչև վերջ գնալ, հասկանում ես Մարինա ջան, դույով հանուն սիրո, արդեն քեզ արդեն լրիվ ոնց բացատրեմ, դու կկործանվես ընդամենը։ Ձեր թվարկած պատճառներում կար որևէ մի բան, որ այցես այսպես դրթեց դեպի բաժանում։ Ճիշտն ասած ոնց բացատրեմ, ես իմ սկեսրահերը շատ լավն են եղել, իմ ընտանիքը շատ լավն է եղել, շատ, նրանք հիմա չկան բոլորը, բայց իմ աղջիկս դուստրս մեծացել է այդ հոյակապ ընտանիքում, կրթվել է այդ ընտանիքում, շատ լավ բալիկ է մեծացել, շնորհակալ եմ իմ սկեսուրին, սկեսրարին, որ իմ բալիկին մեծացրել են, ես զբաղվում եմ այդ ժամանակ երգով, իմ կարիերայով, իմ աղջկան կրթել են եւ այլն, միասին ամուսնացրել ենք իմ աղջկան, երբ որ ես արդեն ամուսնալուծված եմ, բայց մենք հարսանիքը միասին ենք արել իմ սկեսրը ամբողջ իրենց բարեկամների հետ, ես բոլորի հետ մինչև այժմ լավ հարաբերությունների մեջ եմ, որովհետև ես նվիրված եմ եղել այդ ընտանիքին եւ որպես հարս, ոնց որ ասում են, եւ խնդիր չի եղել եւ որպես, ասենք, տան աղջիկ շատ հարգում է սկեսուրից։ Բայց գնացիք բաժանման։ Բայց գնացի, որովհետև ամուսինս մեկնեց Մոսկվա այն տարիներին։ Մեր բաժանման պատճառը իրոք դա է եղել։ Ամուսինս իր աշխատանքի բերումով այն տարիներին հիշում եք բոլորը մեկնում էին, չէ՞։ Մենք խոսեցինք քիչ առաջ այդ մասին։ Հա։ Այսինքն դուք չսպասեցիք, թե ոչ թե չսպասեցի, ոչ, ինքը մեկնեց Մոսկվա, ես ուզում էի գնալ իր հետ։ Ես ասեցի միասին գնանք Մոսկվա, որտեղ երկար տարիներ ինքը ապրեց, իհարկե ես ու աղջիկս էլ ենք գնացել, ապրել ենք այնտեղ։ Ինքը ասեց ոչ, ես պետք է մենակ դեռևս գնամ, երբ որ կաշխատեմ, ամեն ինչ լավ կլինի, նոր արդեն դուք կտեղափոխվեք, սովորական պատճառաբանություն, գիտես ոնց Մարինա ջան, գիտեք այս հարցը ոնց էր, ես շատ սիրում էի իմ ամուսնուն, անկեղծ ու շատ նվիրված, ու ես ուզում էի անպայման իր կողքին լինեի, ամեն տեղ։ Ու հետո ինքը մերժեց իմ առաջարկը միասին մեկնելու, ինքը մեկնեց։
ինքը մեկնեց մի տարի, երկու տարի, ես հա անընդհատ խոսում ենք հեռախոսով եւ այլն, հետո ես ճիշտ ասած բարկացա որպես կին, ասեցի դե որ այդպես է, ես այդ տարիներին դեռևս այդքան երկարվեստով չէի զբաղվում, երբ որ ես ունեցա աղջկաս, մի պահ թողեցի երկարվեստը, անցա իմ ընտանիքին, անկեղծորեն, նվիրվեցի լրիվ իմ ընտանիքին։ Հետո երբ որ ինքը մեկնեց ու թողեց ինձ մենակ, ես զանգահարեցի ամուսնուս, ասեցի, ուրեմն ես եթե չեմ գալու Մոսկվա, քեզ հետ ապրելու, ես շարունակելու եմ երկարվեստը։ Ես պետք է երգեմ։ Այս կուզենամ որպեսզի Օֆելիան էլ պատասխանի, որովհետև մենք քիչ առաջ բարձեցինք նմանատիպ նաև խնդիր ունեցել է Օֆելիան, արտագնա ամուսնու արտագնա աշխատանքը։ Այ Օֆելիա ջան, ինչ եք կարծում, տեսեք, այստեղ ասեց հանուն սիրո եւ հանդուրժել, ինչ որտեղ չհանդուրժել, հա, դուք հանդուրժել եք, Տիկին Լոլան չէ, բայց ինչ եք կարծում, նորմալ տղամարդ է, խոսքս ֆիզիկապես առողջ տղամարդու 1 տարի, 2 տարի առանց կին արտագնա, ասենք, կարող է ապրել, արդյոք ֆիզիոլոգիապես դա ճիշտ է եւ հնարավոր է։ Ոչ, ի տարբերություն շատերի ի երջանկությունից դա եղել է, դրանք եղել են ամիսներ, այսինքն 5-6 ամիս, հետո մի հատ 5-6 ամիս, ամեն դեպքում շատերի համար հնարավոր չէ ֆիզիկապես առանց կնոջ ապրել, բայց մեր դեպքում դա տղամարդու բնությունն է, եկեք չմեղադրենք տղամարդուն, բայց ես այդտեղ էլ կմեղադրեի, ես ուրիշ կերպ եմ մտածում։ Ես մտածում եմ, խանդոտ եք դուք։ Չէ, ես խանդոտ չեմ։ Դրան խանդ չեն ասում։ Դրան պահանջատ ողջամտություն են ասում։ Ահա։ Այսօր մի դեպքում ձեր վերջնագիրը աշխատել է եւ նա վերադարձել է։ Ու ասեմ ձեզ, ամեն իդ վերադառնալուց հետո շատերի մոտ օրինակ ստացվում է, չէ, որ սառում են հարաբերությունները։ Մեզ մոտ երևի հակառակն է եղել, չգիտեմ, երևի թե եւ պլյուս է եղել եւ մինուս, չգիտեմ։ Լոլա, դուք չհանդուրժեցիք եւ վերջնագիրը ներկայացրեցիք, ասացիք։ Ես մեկնեցի մի պահ։ Խզում եք կապերը։ Չէ, մի պահ մեկնեցի Մոսկվա։ Ինչու՞ չհանդուրժեցիք։ Դուստրիս հետ միասին, Յուլկայիս հետ միասին, իմ աղջիկա, ասեցի արի գնանք, տեսնենք պապան այնտեղ вообще ինչով է զբաղվում։ Դա աշխատում էր, չէ, նորմալ, ինքը նորմալ աշխատանքով էր զբաղվում։ Ամուսինս շատ սիրում էր ծախսել ընկերներ եւ այլն, ներողություն չեմ կարող ասել սիրուհիներ, դա չէ, չեմ կարող ասել, բայց շատ սիրում էր ընկերներ, իրար հետ ամբողջ օրը ընկերներով աշխատանքից հետո։ Այ նման հարց նաև։ Դրա համար ես չէի հանդուրժում։ Ինչու՞։ Իսկ ընկերներն էին պատճառը շրջապատ։ Ընկերները շատ էին ու ինքը շատ նվիրված էր ինքը իր ընկերներին, տարբեր ազգերի ներկայացուցիչներ ընկերներ ուներ Մոսկվայում ու բոլորի հետ ինքը պետք է աշխատանքից հետո գնար մի ռեստորան, մի տեղ, ես պատրաստում էի այնտեղ ճաշը, սպասում էի, որ ինքը պետք է գա աշխատանքից հետո։ Հա, որ չէ, ես համաձայն չէի, ես վարկանում էի, ասում էի ինչի համար, երբ որ դու աշխատանքից հետո պետք է վերադառնաս տուն, քո ընտանիքից Երևանից եկել եմ, ամեն ինչ թողել եմ, որ մենք միասին, չէ, էլի դու, ասում եմ, այստեղ զբաղվում ես քո ընկերներով։ Այ սա եմ ուզում հարցնել։ Կինը, սիրող կինը, հանուն սիրո, տղամարդու ընկերներին եւ բարեկամներին, արդյոք պետք է ընդունի, սիրի, անգամ եթե դա իրեն դուր չի գալիս։ Չէ, իհարկե, չէ, ես սիրում եմ շփվել, չէ, ես սիրում եմ շփվել եւ ընկերների հետ եւ ոնց բացատրեմ, այդպես չի լինի, որ լրիվ լինում է, բայց շատ կպչուն, բայց չափի մեջ չէ, չէ, ասենք անընդհատ նրանք արկա են ձեր տանը, ձեր ընտանիքում, անընդհատ կամ ինքներ իրենց հետ միտեղ գնում, Երևանում նույնն է։ Հա, ինչ պետք է անի կինը այդ դեպքում, սիրող կինը, հանդուրժի թե չէ։ Ես չէի հանդուրժում։ Ու մեր ներողություն կռիվները դա էր։ Իհարկե ինձ էլ չէր անտեսում, չեմ կարող հերքել, ամուսինս ինձ էլ էր տանում համերգ, դոմաֆիցերը։ Էլի դժգոհ էի, որովհետև ես ահա որ շատ սիրում էի ամուսնուս, ուզում էի անդադ ինքը իմ կողքին լիներ, անկեղծ։ Գուցե էգոիզմն էր այդտեղ խոսում։ Իմ մոտ խանդն էր։ Մեր հաղորդման ձևաչափին համաձայն մենք առաջարկում ենք նաև այսօրվա թեմայի հարցը ուղղել պատական հեռուստատողի հավաքելով պատական թվեր եւ հարցնենք հեռուստատողին ինչ է նա կարծում, կինը ինչ է պատրաստ հանուն սիրո, եթե դեմ չեք։
Բարև ձեզ հաղորդաշարից են անհանգստացնում։ Ես որպես կին ձեզ ուզում եմ մի հարց տամ։ Դուք ինչպես եք պատկերացնում կին, ինչի է պատրաստ կինը հանուն սիրո։ Կարող եք պատասխանել։ Շատ հետաքրքիր հարց է։ Իհարկե կարող եմ պատասխանել։ Սեր հասկացությունը ամենուր իհարկե, թե ընտանիքի, թե երեխաների, թե հայրենիքի, ես սերը ասոցացնում եմ այդ ամենի հետ եւ կարծում եմ, որ կինը հզոր առեղծված է եւ հանուն այդ ամեն ինչի սիրո պատրաստ է ամեն ինչի։ Եվ զոհաբերության, եւ կրտնաջան աշխատանքի, եւ շատ բազում օրինակներ կարող եմ բերել հարգելիս։ Ձեր անունը կասեք մեզ։ Մերի ջան, շատ սիրուն պատասխան։ Շնորհակալ ենք, այո, շատ ընդգրկուն։ Լույսը վարիր հաղորդաշարից էր զանգը, շնորհակալ ենք։ Ողջույններս։ Շնորհակալություն Մերի ջան։ Լավ եղեք, հաջողություն։ Շնորհակալ ենք, դե իսկ մենք հյուրընկալենք մեր փորձագետին, մեր հաղորդման լավ բարեկամին, որից հետո զրույցը արդեն կշարունակենք քիչ անց միասին։ Ինչի է պատրաստ կինը հանուն սիրո, չգիտենք, կամ էլ գիտենք, բայց հիմա դրա մասին չենք խոսի, բայց այդ տղամարդը ինչի է պատրաստ հանուն սիրո։ Պատրաստ է հաղթել քաջ թաթուլին։ Եթե չլինի ով, կինն ու գինին։ Հասկանում ես, տղամարդը հանուն սիրո պատրաստ է մի շիշ վանարձի գինի վերցնել, դնել թևի տակ, գնալ սիրելիի մոտ եւ սեր խոստովանել։ Եվ ոսկե սարեր խոստանալ։ Ինչ է գինին քաջություն է փոխանցում։ Վանարձին, այո, մնացածը չգիտեմ, այո։ Վանարձին փոխանցում է քաջություն եւ այստեղ ոսկե սարեր ոչ թե միայն խոստանում է, այլ նաեւ նվաճում է սիրելիի համար այդ ոսկե սարերը։ Դա եթե ուզում եք լինել քաջ եւ սեր խոստովանել, վերցեք մեկ շիշ վանարձ եւ գնացեք ձեր սիրո մոտ։ Առաջ եւ երկով։ Ճիշտ է, սիրող կինը հանուն իր սիրո պատրաստ է չարչարվել, տանը այդպես սեղան դնել, սեղան գցել, ընդունել ամուսնու ընկերներին, հարազատներին, բայց շատ ավելի լավ կլինի, որ այդ ամենը լինի փոխադարձ եւ ամուսինը փոխադարձաբար կնոջը տանի մի լավ տեղ, տանի մի լավ վայր, որտեղ կա տաքացվող լողավազան, ամեն պայման ընտանեկան լավ երեկո անցկացնելու լավ միջավայրում։ Եթե դուք պատրաստ եք սուզվել ջրի մեջ։ Ուրեմն գնացեք հանգիստ վայելել level 8, այո, որտեղ կա տաքացվող հրաշալի լողավազան, իսկապես հրաշալի պայմաններ եւ հանգստի, եւ ուտել խմելու ընկերների, ընտանիքի անդամների հետ, պարզապես կտրվելու քաղաքի աղմուկից, գնացեք Մուղնի level 8։ Կինը պատրաստ է ել ավելի գեղեցկանալ իր սիրելիի համար։ Եվ շատ ճիշտ է անում, բնականաբար պետք է ել ավելի գեղեցիկ լինի։ Տղամարդիկ սովորաբար սիրում են հայացքով, իսկ ասում են նաև, որ տղամարդիկ սիրում են երկար վարսերով կանանց, բայց դա ամեն մեկը չի, որ ունի երկար խնամված վարսեր։ Ինչ է առաջարկում Mila Beauty Home-ը։ Ինչ է առաջարկում։ Առաջարկում է բնական հումքից վարսեր, եթե ձեր մազերը կարճ են, ապա գնացեք եւ երկարացրեք։ Ոչ թե բնական հումքից, բնական վարսեր, մինչև 85 սանտիմետր երկարություն։ Դուք պատկերացնում եք, ամեն սրահ չի, որ դա առաջարկում է եւ ունի տարբեր երանգների, տարբեր, այսպես չափսի, մինչև 85 սանտիմետր վարսեր է առաջարկում միայն սրահի հաճախորդների համար, դա պայման կարևոր է նշել։ Երկար վարսեր Mila Beauty Home-ից վարձույթ միայն սրա հաճախողների համար։ Մեզ միացավ մեր հաղորդման լավ բարեկամ, սրնդաբան, հոգեբան, վերջացելի փորձագետ Նազելի Ազիզյանը, բարև ձեզ եւս մեկ անգամ, ուրախ եմ ձեզ հյուրընկալել։ Հնչեց մի կարծիք, որտեղ կարծես թե մեր երկու կանայք էլ այդ խնդրի հետ առնչվել էին։ Արտագնա աշխատանք, ամուսնու,
Սիրող կինը մի դեպքում չի հանդուրժել, մյուս դեպքում կարծես թե եղել է մի քիչ հանդուրժողական վերջնագիր։ Եվ այստեղ խոսվեց խանդի մասին, հա, խանդի, որ արդյոք տղամարդը երկար կարող է արտագնա աշխատանքում դիմակայել առանց կնոջ եւ արդյոք դա տեղի կունենա, արժի չարժի դիմանալ եւ առհասարակ ինչ եք մտածում այս ամենի մասին։ Նախ ասեմ, որ իրավիճակները երկու տարբեր են, բայց միևնույն ժամանակ մենք խոսում ենք երկու տարբեր իրավիճակի մասին, բայց տարբեր մարդիկ տարբեր տեսակի լուծում են տալիս նման իրավիճակներում։ Հիմա եթե նայենք առաջի տարբերակը, որտեղ որ արտագնա աշխատանք, որտեղ կինը տվել է վերջնակետ, կամ վերադառնում ենք, կամ վերջ, ճիշտ եմ հասկանում, դա ինչի մասին է խոսում։ Առաջին հերթին սահմանների, որտեղ որ ես այստեղ կամ հաստատել եմ իմ լինելը, ոչ թե սպասում եմ, որտեղ երբ որ մարդը սպասողական վիճակում է, ինքը քարացած է։ Կապ չունի, ուզում է կինը լինի, ուզում է տղամարդը լինի, իր մոտ ժամանակը կանգնած է։ Ինքը չգիտի ինքը այդ տղամարդու կինն է։ Ինքը չգիտի ինքը այս ինչ բանը որոշի անի, չանի։ Ազատ է թե ազատ չի, իր ժամանակը, այո, ու ինքը այդ բոլոր դերերը ավտոմատ թե տղամարդու սկսում է դանդաղ իր վրա, իր մեջքի վրա հավաքել։ Ու գալիս է մի պահ հոգու խորքում զգում է, որ վերջ, այլ ոչ։ Բայց չէ որ կասեն սիրում է, թող դիմանա, մի քիչ է դիմանա։ Սերը ինքը հենց այդ ժամանակ ավելի ուժեղանում, երբ որ կինը ցույց է տալի, որ ինքը կին է, այլ ոչ թե համբերում է։ Համբերող կինը խոսել սիրո մասին մի քիչ էտի չակերտավոր է, որովհետև սերը մենք մարդիկ նայում են առզգացմունք ու դեպի ինչ որ մեկից դեպի մեզ եկող։ Եթե ինքը ես իրան սիրում եմ, ինքը պետք է իմը լինի իմ կողքը։ Այո։ Կամ նույն սիրում եմ գինին, սիրում եմ ուտելիք, այսինքն ինչ որ դեպի ինձ, բայց իրականում սերը դա ավելի գիտակցություն է, ավելի հասկացողություն է ու վերաբերմունք, այ առաջի օրինակով եթե մենք հիշենք, ինձ արգելեցին, ասեցին նստի, բայց քանի որ ես սիրում եմ երգելը, քանի որ դա իմ մեջ կար, դա իմ էությունն էր, ես գտա ճանապարհ։ Դա խորը իմաստություն է, որտեղ կինը համ հասկանում է, այստեղ իմ սիրած էակն է, ես պայքարելով կռվով ոչ մի լավ բանի չեմ հասնի, այստեղ կա որ ես ժամանակավորապես հետ եմ կանգնում ավելի հեռուն գնալու համար։ Հիմա մեր երկու կանացից ով է ավելի շատ սիրել։ Ով հանդուրժել է, թե նա ով քիչ թե շատ։ Սերը ոչ թե հանդուրժել է նշանակում, այլ սերը նշանակում է ինչ որտեղ զիջել, ինչ որտեղ ավելին տալ, ինչ որտեղ էլ եթե տեսնում ես, որ դիմացի մարդը ուղակի քոնը չի բաց թողնել։ Քոնը չի։ Ահա։ Ուղղակի քոնը չի։ Բայց դա երբ ես հասկանում, որ քոնը չի։ Երբ գնում արտագնա աշխատանքի, ժամանակի տարածությունն է դա։ Տեսեք, արտագնա աշխատանքը ինքը տարբեր պատճառներով կարա լինի։ Օրինակ, առաջինը, երբ որ տղամարդը տան մեջ լսված չի, երբ որ տղամարդը անդադ կնոջ համար անում է ու չի բավարարված ստանում, չի ճանաչում կնոջ կողմից ստանում, շատ հայ տղամարդիկ այդ չակերտավոր գնամ դրսում աշխատեմ, փախուստի միջոց է, իրանք չեն կարող կնոջ կանգնեն ասեն, գիտես, ես չեմ ուզում քո շարունակեմ, որտեվ դու ինձ չգիտեն, այսինքն ոչ թե չեն կարող, այլ չգիտեն, որ տենց էլ կարա լինի, որ ասեն ուղղակի, գիտես, դու սենց ես պահանջում, ես սենց։ Բայց եթե ամենասկզբից նույն կինն ու տղամարդը նստեն, իրանց արժեքներից խոսան, ինչ ենք ասում, հասուն տարիքում ավելի ճիշտ ամուսնանալը, որտեվ ինչ որ միտեղ ինքը ձևավորում արդեն իր սահմանները, ինքը գիտի, որ ես պետք է աշխատեմ, ես սիրում եմ իմ գումարը ունենալ ոչ թե նրա համար, որ պետք է քեզ պահեմ ով իմ ամուսին, այլ նրա համար, որտեվ ես ուզում եմ, ես էլ քո համար նվեր առնեմ, ճիշտ է։ Շատ կանայք այսօր հայ կանայք երևի 80%-ը չեն աշխատում, ամուսնանում ու կարիերան իրաց ամուսնանալն է։ Դուք ամուսնացա ամենակարևոր կարիերան եմ ստացել, տանկին լինելու, երեխաներին դաստիարակ եմ։ Ոնց կարա կինը դաստիարակի երեխա, ձգտող, հասնող, հա, խոչընդոտներ հաղթահար, եթե ինքը ոչ մի խոչընդոտ իր կյանքում չի հաղթահարում։ Ոնց։ Այ արտագնա աշխատանքը խոչընդոտ է այս համատեղ։ Օրինակ ես իմ կյանքում էլ եմ բախվել, երբ որ մենք ամուսնուս հետ դեռ ամուսնացած չէինք, կար իրավիճակ, որ պետք է ինքը մեկներ, ասի կամ միասին են գնալու կամ չեն գնալու։ Որոշում։
բոլորի կյանքում կարա լինի։ Հարց. դե մնա բան, եթե կինը համաձայնվում է ինչ որ միտեղ զոհի դեր է իրան տուն, ես զոհ եմ, ես կմնամ, դու գնա աշխատի։ Կարա ինչ որ մի պահ լինի, որովհետև մենք բոլորս կյանքի տարբեր իրավիճակներում պլյուսի կամ մինուսի մեջ ենք լինում։ Ինչ սկզբում ինչ որ մեկ ավելի շատ է սիրում, հետո մյուսը ավելի այդպես է։ Այո, իհարկե։ Դե բալանսը փուլային է լինում։ Բալանսը միաժամանակ չես սիրում։ Չէ, երբեք չի լինում, բայց գալիս է այն этаպը, երբ որ հասունանում է երկուսով իրար հետ հասկանում են։ Ես իմ օրինակով կարող եմ բերեմ, երբ որ ես զգում եմ ինչ որ միտեղ ավելի շատ ես գնում եմ իմ եսը, ես ստվերի տակ եմ դնում իմ ամուսնու էությունը։ Այդտեղ հարց, ես զգում եմ։ Ինձ ոչ մեկ չի ասում, ես դա զգում եմ, ու երբ որ ես զգում եմ, ինչ պետք է անեմ, դանդաղացնեմ արագությունս։ Նազելի ջան, կինն է ավելի շատ բան պատրաստ հանուն սիրո, թե տղամարդը։ Այ օրինակ կանայք հաճախ հանուն սիրելի պատրաստ են իրենց արտաքինը փոխել անգամ ի հաջո իրենց ամուսնուն։ Եթե մեր տղամարդը իր համար մենք կարևոր ենք ու արժեք ենք ներկայացնում, ինքը կնայի քեզ ու կասի, գիտես, ես քեզ շատ եմ սիրում, բայց ժամանակը չի քեզնով զբաղվես։ То есть ինքը սիգնալ է տալի քեզ, որ քեզնով զբաղվես։ Իմ ամուսինը ինձ ասել է, ինչի՞ չէ որ։ Բայց ես էդի չեմ նայում որպես ագրեսիա ինձ նախատում, ես ասում եմ, հար մերսի որ ասեցիր։ Դա բայց մարդը այսպեսին է սիրում։ Կարա լրի տղամարդը։ Մի հատ հարց։ Իսկ ոնց դուք կբնորոշեք այն կնոջը, որ ինքը ամեն տեսակ զրկանքների գնում է հանուն տղամարդու։ Այդ դա կոչվում է զոհ։ Չէ, բայց այդ աստիճան։ Այո, քիչ գիտենք հայ կանայք, որ զոհ են։ Քիչ գիտենք։ Դա մեծ մասն է ցածր ինքնագնահատականն է։ Ցածր ինքնագնահատականն է։ Ինքնասիրության բացակայությունն է։ Ինչ է Այսինքն իրենք ամբողջ կյանքը դաստիարակվում են, ամուսնանում են, ու սկսում է արդեն ամուսինը դաստիարակել Այո, կնոջը։ դուք շատ ճիշտ ասեցիք, դաստիարակել, Դաստիարակել, ուրիշ ոչ մի խոսք չես ասի։ Ու նույն երեխան այդ նույն ընտանիքում կմեծանա այդ մթնոլորտում, որ իր մամային սովորացնում են։ Ու ինքը երբևիցե իր մամային լուրջ չի նայի։ Այսինքն իր մամայի ոչ մի արարքին լուրջ չի նայի։ Այլ այդ Այդ աղջիկը զրկանքները ես ոնց չգիտեմ, իմ շրջապատում կան մարդիկ, որ լավ ընտանիք են, բայց շատ մեծ զրկանքներով են ապրում, որը ես ուղղակի չեմ պատկերացնում։ Իրանց ընտրությունը Բայց դուք իրենք հիմա դրանից վատ են զգում։ տեսեք, կա երանգյունի։ Ուղղակի պայքարելու ասում են ձև չկա, տարբերակներ չկան Չէ, վատ պայքարելու։ չեն զգում, հավատացեք, դա ուղղակի Դա իրենց հարմար է։ հարմարության համար է։ Կա երանգյունի կարգմանի, որտեղ կա զոհ, զոհին հարկավոր է փրկարար, հա, եւ իհարկե ագրեսոր։ Փրկարարին չեն լսում։ Երբ որ չեն լսում, փրկարարը դառնում է ագրեսոր։ Հենց ագրեսոր դառավ, զոհը ասում է, տեսա դու ինչ կարացար փրկես։ Տեսա ես ինչ մեղք եմ։ Բա պետք է դուք չլինեք ուրիշն է հայտնվելով, որ պետք իրան խղճա այնքան, մինչև ուզում է հանի։ Բայց տենում ես իմս ուրիշ է, այդ քո նման չի։ Դրա համար երբեք զոհին, այո, իրանց մոտ այդ ծրագիրն է, որ ես զոհ եմ, աշխարհը պետք է ինձ ծառայի, ինձ պետք է խղճան, ես դրանից դեֆոմին եմ ստանում։ Հանուն ընտանիքի եմ անում։ Ապրի ամբողջ կյանքում դեսպոտ կարգավիճակ։ Ծեծում են ինքը հանուն երեխաների է մնում։ Բայց հիմա շատ ինձ թվում է շատ քիչ։ Ձեզ թվում է շատ քիչ Ձեզ ուղղակի թված կանայք, ամուսինը տունը ծեծում է, ինքը մի շաբաթ անհայտ կորում է, հետո հայտնվում է իբր իր ամուսին ամենահրեշտակն է, ասում եմ ինչի՞ ես տենց պահում քեզ։ Չէ որ դա քեզ ցավ է տալի։ Ասում է ես հասկանում եմ դու շատ ճիշտ ես անում, բայց ես չեմ կարող իրան թողեմ։ Ես իրանից կախված եմ։ Ասում եմ խնդիր չկա, արի մասնագետի դիմենք։ Ինձ հետ չես կարող, արի ուրիշ մեկի դիմենք։ Բայց աշխատի քո վրա, դու ես քո երեխաները մեծանում են, տեսնելով ոնց են քեզ տունը ծեծում։ Ստորացնում։ Ստացվում է դուք դրդում եք որպեսզի նա բաժանվի, այդպես։ Այդպես է դուրս գալ իր մտածելով, իր անկալման մեջ։ Ուղիղ առումով եք ասում։ Այո, անկալման նույնպես ես ցանկանում եմ, որ ինքը բաժանվի, բայց որպես կներեք փորձագետ, կա այդպիսի փորձ, որ ձեր միջնորդությամբ կինը իր մտածելակերպը փոխի ու կարողանա ամուսնուն դարձի բերել։ Այո։ Լինում են այդպիսի բաներ։ Մեկը ես, ինչու՞ չէ, որ սեփական փորձով ելնելով
ու գումարած այն կանայք, ում հետ ես աշխատում եմ։ Մենք լսեցինք սիրուհու կարգավիճակները ու օրինակ աշխատել եմ կանանց հետ, ովքեր եղել են սիրուհու կարգավիճակում, միանշանակ տղամարդը գնում է երկրորդ անձամանգալի, եթե չունի էմոցիա, եթե իրան չեն տան մեջ չի ստանում էմոցիա, եթե չկա այդ ճանաչումը իրան, ինքը կգնա, կգտնի մեկին, դա բնազդաբար է լինում, ով որտեղից կստանա։ Հա, լինում է։ Բնազդաբար է լինում։ Իսկ եթե կինը մի փակ կանգնի ու ասի՝ «Մի րոպե, լավ, օքեյ, գնաց։ Բռնեմ, խայտառակ անեմ, խնդիր չկա, համայն աշխարհ ինքից դավաճ անելա, քարը գցեմ վրան, երեխեքին առնեմ, հպարտ քաղաքացի եմ, դժբախտ մայր եմ, մենակով»։ Բայց իր աշխատանքն էլ աշխատանք չի։ Okay, այդ պագոնները դրեցի բաժանված կնոջ։ Հզոր մոր կերպարը վերցրեցին Մայր Հայաստանին, ես եմ որ կամ։ Հետո ինչ ես անել։ Լիքը դժվարություններ։ Հարց, կնկինը դրա համար է ստեղծված։ Բայց սիրելու, չավարտվեց ի վերջո, գտնելու նույն ձև մեկին, ով որ իրան նույն ձև վերաբերեն, որտեվ ինքը դասը չքաղեց, ինքը չփոխվեց։ Երբ որ կինը հասի, օքեյ, իսկ ինքը չի կարողանում օրինակի համար փոխել ամուսնուն։ որովհետև ինքը իր սեփական սցենարով է փորձում անել, ինքը չունի օրինակ իր կողքը, ով որ կարի ասի, գիտես, արի սենց արա։ Բայց երբ որ մարդը գալիս ասում են ազելի, սենց իրավիճակ է, ասում եմ, ինչ ենք անում, մեր առաջադրանքը որն է, ուզում ես բաժանվել, թե ուզում ես ընտանիքդ պահել, ասում ուզում եմ ընտանիքս պահել, ասում խնդիր չկա։ Ու գնաց մեր նպատակն ընտանիքը պահպանել։ Հասկացանք, որ կինը գրեթե ամեն ինչի ընդունակ է հանում։ Այո, տղամարդ ոչ թե հանում սիրո, տղամարդ է, իհարկե մենք կանանց մի ամսակում ենք այս նույնը ինչի է ընդունակ տղամարդ։ Այն ինչը որ կինը կուզենա, տղամարդը իր համար կանի։ Ինչը որ ուզենա, այն որ ասում է, այն որ տղամարդը ասում է, քո համար աշխարհ շուրջ կտամ, դա խոսք չի։ Այո։ Կբերի, եթե դու ոչ թե ոչ։ Քանի չգտել ուրիշ համար շնորհակալ։ Լավն է։ Կարա լինի ուրիշի համար անի, տվյալ կնոջ համար չանի, էդ Դե էլ կա։ այն կողմն է թեքված բոլոր ստացվում։ Որովհետև որտեղ որ գնաց ստացավ էմոցիան, հա, այդ Ֆիզիոլոգիայի մասին է։ Չէ, ֆիզիոլոգիայի մասին եթե նայենք, ինքը կարող է գնա կողք իր հարցերը լուծի, գատուն, գնա ստրիփ կլաբ, տեսնի հաճույք ստանա, գա, եկեք չխառնենք մեկը մյուսի հետ։ Ֆիզիոլոգիայի։ Այդ ձեր ասած որ գնան որտեղ հաճույք ստանան գան, տղամարդը պիտի առավոտյան զարթնի ու տանը հաճույք ստանա, ոչ թե նա պիտի չտեսնի հողաթափերով ու խալաթով չհարտարված չխնամված Ոչ թե չտեսնի։ ու թող այդ կանայք ընդհանրապես չբողոքեն, որ իրենց ամուսինները դրսում ուզում են գնալ ու հաճույք ստանան։ Եթե դու քեզ սիրում ես, դու ունես էթիկա, քո անձի նկատմամբ, ով եմ ես ինձ ոնց եմ սիրում։ Եթե դու այդ տղամարդուն դու մինչև ամուսնանալ տես գզգզած գնայր, թող այդ տղամարդը մտածեր քո հետ կամուսնանալ, թե չէ։ Անգամ ներողություն ամուսնանալուց առաջ մայրս խորհուրդ տվեց, որ կինը մազերը չի ներկի ամուսնու ներկայությամբ։ Անգամ կան այնքան մանր բաներ, որ անգամ դու պիտի չգիտեմ, Ես ներողություն եմ Պիտի խնդրում, բայց չանես։ շատ տղամարդկանց հետ զրուցելուց, որ ասում ես, նայ, կինը հրաշալի է, գեղեցկուհի է, չնաշխարհիկ է, խնամված է, հագնված է, ասում է, ում է պետք տղամարդը, եթե անկողնում 0 է։ Տակտիլային շփման մասին է խոսքը։ Եկ դա գեղեցկուհի է, խնամված է, բայց Հասկանալի։ օրինակ կամ չի հասնում նրան, որ կնոջ մասին է խոսքը գնում, թե տղամարդու տղամարդու պահանջը, այսպես պահանջը, բայց նորից չակերտավոր։ Գեղեցկուհի է, խնամված է, բայց այստեղ տակտիլային այդպես շփումը, Շատ ճիշտ եք ասում։ կողմնային հարաբերությունը, որը շատ կարևոր է այն։ Այո, շատ կարևոր է։ Ոչ միայն առաջնային տղամարդու, կնոջ համար է, ինչ է, բացառավոր կնոջ համար է, կնոջ համար է դա կարևոր։ Եթե կինը սուս փուս մնում է ու ձեն չի, անչին իր համար կարևոր չի։ Այդպես ոնց է կարևոր։ տիկնիկ, բայց Տեսեք, մնացածը չկա։ կնոջ կա տեսակ թակուհի ու կա թակուհին, որ ասում է մինուսի մեջ։ Լավ, ես թակուհի եմ։ Նայում ենք այդ ձեր ասած ձև տիկնիկ են, որ տանես պահես, բայց էմոցիան 0, լիբիդոն 0, որտեղ նման կնոջը մեծացրել են ամոթի մեջ։ Աղջիկան առհասարակ թե կլինի աղջիկ, թե կլինի տղա, մինչև 1 տարեկան մեր մյուս մի համակարգն զարգանում է ռեպտիլային ուղեղը, 1 տարեկանից մինչև
4-5 տարեկան մեր լիմբիկ համակարգը եւ դրանից հետո արդեն գալիս է նեոկորտեսը, որը մեր ստեղծագործական, ովքեր երեխաներ ունեն, կարան ասեն այդ 5 տարեկանում աղջիկը մի քիչ թիթիզավարի հարցերը շատ է տալի տղամարդու մասին, ամոթ այդ ինչ հարց է տալի։ Խիա ամոթ, պապային է պիտի հարց տա։ Այդ որտե՞ղ Ինքն սիրում է, ամոթ չես անում, աղջիկ փոքր երեխայից ինչից ես խոսում, բայց ինչա, այսինքն գնաց, ինքը դա ինչ ամոթ հաս ու գնաց, ներսը բլոկավորում են երեխային ու իր համար ամուսնու հետ քննարկել, որ իրան այդ դիրքը դուր չի գալի, այն ձևը դուր չի գալի, ամոթ է հարց, այդ տղամարդն էլ իր հերթին ամոթների կծիկա, որտեղ իր ծրագրերի վրա իր նման ամուսններից մեկը ինչ որ բան չի ստանում, տանը մյուսը փորձում դա գտնել ուրիշ տեղ ու գնում է ու քանի որ կա ընտանեկան հայկական արժեքներ, ավանդույթներ, բաժանությունը դա ամոթ է մնում են իրար հետ, այո, հարամը ամեն ինչ տարապեն, բայց պահեն Արդեն դավաճանը արդեն սերը չկա, եկել որ դիմանա, ապրես, կյանքն եկել որ դիմանա, արդեն դավաճանը դիմանալը չի կարելի ապրել, ոչ մի բառ։ Դրա համար երբ որ մոտ Դա գալիս են կլինի այդքեր, ընկերուհիս, քույրս, չգիտեմ, հարևանս, երբևիցե չեմ ասի, որ պետքա դիմանալ։ Պետք է չդիմանալ, պետք է ապրել։ Պետք է վերլուծել մասնագետներ ինչի համար են։ Կա խնդիր, կա լուծում։ Գնացեք։ Ես հոգեկան հիվանդ չեմ գնամ։ Հոգեբանի հոգեբանը բացում է քո սիրտը։ Քո սիրտը այն հարցերը, որի պատասխանը դու քո ծնողի չես կարա քննարկել։ Մեր դարում դա շատ ակտուալ է, շատ Լինում է որ հարաժեշտ է։ կնոջ ամուսնուն հրավիրեք հետո ձեզ մոտ։ Անպայման, եթե ես աշխատում եմ ընտանիքի հետ, աշխատում եմ ու երբեմն ասում եմ կարող է այնպես լինի, որ կնոջդ էլ կամ տղամարդ ամուսնուդ էլ հրավիրենք, տեղյակ բայի որ դու գալիս ես, որտեղ մենք ընտանիք ենք վերականգնում, եթե տղամարդը չի ուզում, ասում է չէ, ինձ պետք չէ, դու ինչ ուզում ես արա, մենք փորձում ենք միակողմանի, բայց եթե տղամարդը իրանն է, բնությունից իրոք իր կեսն է, իր համար էր տղամարդն էլ է սկսում փոխվել։ Բայց միևնույն է աշխատում եք մենակ կնոջ հետ աշխատելով լինում է մյուսն էլ է փոխվում։ Եթե իրան իսկապես իրար են, որտեվ երբեմն լինում է այնպես, որ տղամարդը վիրավորանքից ինադու բաներ անում, հա, տղամարդուն տես բաներ, դե որտեղից ասել չեմ գա, չեմ անի։ Բայց վիրավորանի։ Կարևոր է, էլի, այս ամեն ինչը եթե ընդ կտրտվի, սա ամեն դեպքում դիր, հա։ Չէ։ Նորից հանուն սիրո կանանց դրդապատճառներից մեկի մասին եմ ուզում խոսեմ, աղջիկներ, կանայք եւ տարիքով եւ երիտասարդ հանուն տղամարդու մեծ գումարներ են վարկով վերցնում, մեծ վերներ են առնում, իրենք զրկան կրելով, իրենց բնակարանը կարող է զոհաբերում են, վաճառեն, որպիսի դիմացինին հագուրտ տան, այ կրվեց, տանուր տվեց, գումարը հանուն սիրո, հանուն սիրո, արժի նման։ Դա հանուն սիրո չի, այդ ծրագիրը իրանք որտեղից են վերցրել, որ իր տան մեջ իր մաման պապայի պարտքերը փակել է, մաման պապայի համար սաղարել է, ինքը դա գիտի, դա նորմա է, դա իր նորմերն է, դա իր սովորությունները։ Դրա համար երբ որ նման կինը իրան գալիս է իր պապայի նման կերպար, որին ինքը պետք է ապացուցի, փրկիչ լինի այստեղ, դրա համար իրան գնում են փրկելու։ Ու լիքն են կզուտ ֆինանսական իմաստը։ Տղամարդը ասում է դու արա, եթե չես անում, այո, օգնելու։ Հետո ասում են ուրեմն չես սիրում, դու հանունից պատրաստ չես։ Այո, մանիպուլյացիա է անում, մանիպուլյացիա։ Դրա համար հարց իմ կյանքում օրինակ ինչ-որ մեկը գա, ընկերուհի էլ ով ուզում է լինի, ասի իմ համար կարես ոչ։ Ինչու՞, որովհետև ոչ։ Կարճ կոնկրետ։ Ուզում եմ մեջ չխոսա, ուզում եմ հետ Համարի որ չի սիրում անգամ։ Դա սիրո հետ ընդհանրապես կապ չունի։ Դա իմ անձնական վերաբերմունքն է, որտեղ տեսեք, ֆինանսը ինքը էներգիա է։ Երբ որ ես գնում եմ իր համար օրինակ, հա, չեմ իր ամպրելակերպ ճանաչում, վերցնում եմ գումարը, իմ էներգիայով տալիս եմ իրան, վերցրու։ Ես իրանին չեմ ցանկանում։ Իմ մեջ կամ եթե կա բավոր չտա, նայեք մտքերս, բավոր խափի, բավոր քցի, ես վստահ չեմ։ Ու դա այդպես է լինում։ Ու տենց է լինում է։ Դրա համար, եթե իմ մեջ կա հիմա իմ ընտանիք է, չէ՞, ամուսնուս է 10 հատ վարգվեք, ալի 10 հատին ես կողմ եմ, որտեվ երկուսով ենք այդ թեմայի մեջ, երկուսով ենք դա անում։ Իսկ ուրիշ մեկին, ով որ ես չեմ ճանաչում, ու ես տենում եմ իր ապրելակերպով, ինքը անվստահ մարդ է, մեկ կա, մեկ չկա։
ես տալով Թեկուզ գիտեմ վստահ պարտված եմ։ լինեք, ինչու պետք է Չէ, կարելի վստահության դեպքում Շնորհիվ Նազելի, ինչպես միշտ մենք ունեցանք կոնսենսուս, ունեցանք ճիշտ պատասխաններ եւ շնորհակալ ենք։ Հակակշիռ, այո, եւ բոլորին։ բացահայտում ամեն դեպքում։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք եւ բոլորիս միամսյա շնորհավոր սիրելի Նորից կանայք։ նորից կանայք Թող մեր կյանքը շնորհավորում եմ։ ինքնաբավ լինի։ Շնորհավոր։ Ինքնաբավ յուրաքանչյուր օր ավարտվի ու մենք հասկանանք մենք ինչքան սիրված ենք։ Դա ամենակարևորն է։ Կեցեն մեր հայուհիները։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթ անց։ Հրավերի համար։ Հրավերի համար շնորհակալություն։ Լավ Սիրուն կալելու համար։ Եվ մեր Հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն, գործընկեր Միլա Խնամքի տուն, գործընկեր Level 8 հանգստի գոտի։